Օգտվելով հնարավորությունից խոսելու մասին, պարոն Թորոսյան, քանի որ ամեն անգամ նոստալգիկ ես ելույթները լինում է Հայկ Մարությանի մասին, ես ձեզ ուզում եմ մի բան ասեմ, տեսեք, անցյալի մասին ամենաճիշտը կարող են դատել այն մարդիկ, ովքեր անցյալը ապրել են, այլ ոչ թե այն մարդիկ, ովքեր որ ինչ-ինչ պայմաններում անցյալի մասին խոսել են։ Ես անկեղծ ասած չգիտեմ, ինչ մթնոլորտում, ինչ իրավիճակում, ինչ մարդկանց շուրջ եւ ինչ պարբերականությամբ եք դուք հավաքվում նախկին քաղաքապետի հետ եւ ինքը ձեզ այդ պատմությունները պատմում է, բայց ամենայն անկեղծությամբ, երբ որ այս ամեն ինչը պատմում եք, ես ձեզ իմ բարի խորհուրդն եմ ուզում տամ, ձեզ մոլորեցնում են եւ կարծում եմ, որ այդքան հստակ պետք չի պատմել մի ժամանակահատվածի մասին, որին դուք կապ չեք ունեցել։ Այս ամեն ինչը, որ դուք պատմում եք, ուղղակի մի 2-3 բառ էլի, քաղաքաշինական ոլորտի մասով ես ձեզ կարող եմ հստակ պնդել, որ վատագույն շինթույլտվությունները եւ ամենա խնդրահարույց կառույցները, որոնք ուղղակի մեր քաղաքի տեսք ավաղաղել են, միասին քայլենք Կիևյան կամուրջով, տեսնենք մեր Կիևյան փողոցի աջ եւ ձավ այդ հատվածները եւ լրիվ ուրիշ գույնի, լրիվ ուրիշ կոնցեպտի շենքը որտեղ կանգնել են եւ բնակիչների մեծ դժգոհություն կար։ Ուրեմն Մանացիայի այգու մեջ բազմաբնակարան շենքը, Լամբադա մոստով իջեք տեսեք Կոմիտասի աջ հատվածում ինչ է կատարվում։ Գյուլբեկյան փողոցում 16 հարկանի շենքը կողքի 20 հարկանին եւ բազմաթիվ էսքան օրինակներ, ես ձեզ վստահեցնում եմ, ես ապրել եմ այդ ժամանակահատվածում, մասնակից եմ եղել։ Վատագույն լուծումները տվել են Հայկ Մարությանի ժամանակ եւ ես մինչեւ այսօր անկեղծ ասած չեմ կարողանում իրեն ներել դա։ Ինչ վերաբերում է ասֆալտի մասին, պարոն Թորոսյան, ուրեմն ասֆալտապատման մասին պետք չի խոսել Հայկ Մարությանի ժամանակ երկու պատճառով։ Մեկ, որովհետև այդ ասֆալտապատման ծավալը 1 միլիարդը չէր գերազանցում, արվում են միայն փոսային նորոգման աշխատանքներ։ Երկրորդ, այդ գումարը նույնիսկ համայնքային բյուջեից չէր, կառավարությունն էր տրամադրում եւ համայնքային բյուջեից ընդհանրապես գումար չէր ծախսվում։ Հետևաբար այս բոլոր կետերով հիմա գրեցի, բայց երևի ժամանակը ձեր բոլորի խնայեմ, մի օր էլ եկեք նոստալգիկ հուշերի երեկո կամ ցերեկ իմ հետ անենք, ես ձեզ իմ կարծիքը պատմեմ, կթարգեք այս ամեն ինչի մասին խոսելը։